Բարի օր սիրելի երոստատիտող, այսօր պատրաստելու ենք բաբաղանուժ։ Բաբաղանուժը ինքը արևելյան շատ հայտնի ուտեստներից է, կարող ենք ասել աղցան, սարը նախուտեստ, սմբուկով է պատրաստում, դե գիտեմ որ հայկական մշակույթում սմբուկը շատ սիրված մթերք է, ու շատ ենք սիրում աղցաններ, ուտեստներ, սմբուկով ու էսի։ Ամենահամով աղցաններից է սմբուկի, որովհետև իր վրա ավելանում է մի քանի պանճարեղեն ու թթվաշություն լիմոնի, ու ինքը դառնում է մի հետաքրքիր համադրություն։ Բաբաղանուժի համար մեզ պետք է 2-ից 3 հատ սմբուկ, 1 հատ լոլիկ եւ կանաչ կամ կարմիր եւ դեղին բղբեղներ, մի հատ կիդրոն, մի հատ սոխ եւ մի քիչ ազատկեղ կամ մաղադանոց, 2 ճաշի գդալ նրան տոշապ։ Համեմունքներից մեզ պետք է աղ, սև բղբեղ եւ չորացած անանուխ եւ իհարկե ցիտաբդղից հետ։ Սկզբում սմբուկները այսպիսի անուշիկ սմբուկներ պայլուն կունենանք եւ կձակձկենք։ Իսկ ձակձկելուց հետո պետք է ուղարկենք չերոց։ Իհարկե, եթե ունեք դուք ինչ-որ խորովածի կամ գրիլի ինչ-որ ապարատ կամ կորձիկ, կարող եք դնել իր վրա եւ լավ փանանել, խորովել, բայց եթե էդրոպեին խորովածի կորձիկ չունեք, կարող եք իմ նման չերոցում դնել ու խորովել։ Իրականում ես մեկ ավելի հեշտ ցևն եմ ցույց տալիս, որովհետև ես գիտեմ, որ ինձ նայում են լիքը մարդիկ, որ իրանք դան պայմաններում են ու իրենց ավելի հեշտ է ոնց են անելու դան պայմաններում։ Դրա համար ես այդ եմ ասում, բայց ասում եմ ձեզ, եթե հնարավորություն ունիք կամ օրինակ դա չայում եք, այսինքն ձեր ամառային դանը եւ դրսում գա, այս սմբուկները ուղարկում եք այդ կրակի վրա լավ մխորովում են ու հետո արդեն գեղվում եք, գեղևազրկում եք ու անցնում եք կորձի։ Ասում եք գնացինք շաղեկի բաբաղանուջը սարքենք։ Դենց ձակձկում ենք, ձակձկելը շատ կարևոր է, որպեսզի լավ միջև վերջ եփի ու արդեն ուղարկում ենք չերոց, ոնց հասկացա պատրաստ է։ Ոչ մի բան չենք ավելացում, ոչ աղ, ոչ բղբեղ, ոչ ցետ։ Իրան այսպես ուղարկում ենք։ Իսկ քանի րոպե ենք թխելու, այսինքն մոտավոր 180-ից 200 աստիճանի մեջ եւ 30-ից մենք խորովել ենք մեր սմբուկները, հանել ենք, կեղվել ենք, պատրաստել ենք, որ շարունակենք։ Ստեղ եմ դնելու։ Ու ինչ ենք անելու։ Ես մի քիչ երկար շերտեր եմ անելու։ Այսպես։ Ու հետո արդեն կարագուսիների կտրատենք։ Մոտավոր մի քիչ մանրացնում ենք, այսինքն այսպես։ Փոքր խորանարդիկներ։ Իրականում այս աղցանը շատ համով է լինում կեբաբների կողքը, այսինքն եթե ինչ-որ խորոված եք անում նույնիսկ խոզի չալաղաշ կամ կեբաբի տեսակներ կամ նույնիսկ քարան, իր կողքը էսի շատ համով է լինում։ Բերում ենք այսպիսի ափսե։ Իրան ավելացնելու ենք ու հետո շարունակում ենք մանրացնել մեր մնացած պանճարեղենը։ Արդեն խորոված սմբուկը ինքն իրանով համով է իրականում։ Ես մի հատ էլ ուրիշ բաղադրատոմս ունեմ, ինքը էդի մեծ մամայից սովորել եմ, մեծ մամաս, այսինքն դադիկս։ Անշուշտ հիմա ասած հոգին լուսավոր է, մահացած է։ Մենք ունենք մի հատ դաչա կամ կասեն բան, ամառային դուն, ուրեմն ամառները դե այնտեղ ուտելիքներ միշտ անում ես, կեբաբի տեսակ եւ այլն։ Մեկ-մեկ սիրտերից ուզում էր ես խորոված սմբուկով ինչ-որ բան պատրաստենք, ինքը անում էր սխտորով, շատ համով ու տապակելով էր անում, ինքան համով էր, այսինքն խորոված սմբուկի վրա մի քանի բան էր անվելացնում ու շատ համով էր լինում։ Եթե ինչ-որ հարմար լինի, մի օր էդի ցես կսարքեմ, դենց համով է լինում ու ինքը դենց մի քիչ ավելացնում ես իր վրա աղ, սև բղբեղ միայն ու հացով ուտում ես։ Ես օրից սենց եմ եղել, իրականում օրից եղել եմ շատ գուրմեն ու համով ուտող։ Դրա համար ստեղ եմ հասել։ Ես եթե ինչ-որ միտեղ պետքա ճամփորդեմ, անպայման պետքա
էքսպլորանեմ կամ օրինակ հայտնաբերեմ այդ դվյալ երկրի ուտելիքները ու ոչ մի վախ չեմ ունեցած օրը օրից, որ ինչ որ բան փորձեմ, որ չեմ փորձած։ Ամեն համերին ուզում եմ ծանոթանալ, սովորել, որովհետև մարդը փորձելուց է իր տենց քիմքը ավելանում կամ լավանում։ Իսկ երբ որ վախենում ես ու ասում ես ես չեմ սիրի, չեմ ուտի, ու դից մնում է քո ոնց որ քո դու ունես ինչ որ ինֆորմացիայի կամ մտքի գաղափարի knowledge կամ ինչ որ գիտություն այդ քիմքին էլ է տենց եթե դու չես բացում այդ ինքը չի բացվում ու вообще ընդհանրապես քո քիմքը ու համերը չի ծանոթանում ուրիշ բանի այսինքն միշտ մի վախեցեք ու մեկ-մեկ մարդը փոխվում է եթե ինչ որ մի ցանկում ինչ որ մի этаպի կամ մի դարիքի ինչ որ բան չէիք սիրում, էդի միշտ չէ որ տենց, կարող է փոխվի ու սկսեք սիլ էի ուզում ասեմ, սիրել ասեցի։ Հեսա գխմեմ, էդի ինձ հիշացրեց իմ խելքը, որ ես պետքա ջուր խմեմ, որովհետև դե իրականում ամեն մարդ պետքա օրը մինիմում 8 բաժակ ջուր խմի, ես էլ նամանավանդ իմ նկարահանման օրերին միան սիլ եմ խմում։ Այսպես կդրատում ենք ու շարունակում ենք, որովհետև ես ուզում եմ ամենից լինի, ես կարամ այս կեսը բահեմ ու անցնեմ կարմիրին։ Շարունակում ենք կարմիր բղբեղով, այդ երկու բղբեղները դուք ձեր նախընտրության կարող եք կանաչ և կարմիր թնել, ես մեկ-մեկ լինում է, որ մի բղբեղը գծու եմ տնում, դե մենք ես սիրում եմ գծու, որովհետև բայց եթե մեծերով ենք, եթե փոքրեր կան, չենք անում տենց, որպեսզի փոքրերներ կարողանան օգտվել։ Այսպես նորեն մադիկների եմ վերածելու, որպեսզի մանրացնեմ ու ունենանք քարագուսի բղբեղներ։ Շատերը բաբաղանուժի և մութաբելը իրար են խառնում կամ շփոթում են։ Բաբաղանուժի մեջ տահինի չեն թնում։ Իսկ մութաբելի մեջ տահինի են ավելացում։ Բաբաղանուժի մեջ ոնց որ մեր աղցաններն են անում եւ այլն, այդ միայն դրանք են ավելացում։ Այսինքն միակ տարբերությունը այդ է։ Եթե մութաբելի եւ բաբաղանուժի մեջ խանգարում եք, իմացեք որ մութաբելը մեջը տահին կա։ Դե իրականում մութաբելի մեջ ոչ մի ուրիշ բանջարեղեն չի գնում, այնտեղ միան մի քիչ թթու, մի քիչ աղ, մի քիչ արդեն սխտորա գնում։ Դե մենք պատրաստել ենք մութաբել, եթե չենք տեսած մեր մութաբելը, կարող եք գրել YouTube-ում Համի Կախնիկ, ես չեմ ասում, որ օրինակ արաբերեն, արդեն արաբերենը քննարկման չէր, բայց օրինակ Մաղդանոս որ ասեինք, սենց էին նայում քեզ, պետք է ազատ քեղ ասես, որ դենց լավ մաքուր հայերեն խոսաս ու բան, կամ օրինակ, չգիտեմ, գազար չէինք ասի, ասում ենք ստեբղին, դենց միշտ, դենց մեծացրել են մեզ, որ մենք, քանի որ ապրում ենք ինչ-որ արաբական երկիրներում մենք մեր լեզուն չկորցնենք ու միշտ վախեցել ենք ցուլվելուց, միշտ վախեցել ենք, որ մենք մի օր չենք ուզի օրինակ կորսնցնել կամ կորցնել մեր հայրենի լեզուն։ Դրա համար տենց ենք մեծացել ու մինչև հիմա ես նույնիսկ Հայաստան եմ ապրում, իմ ճակատագիրը ետ բերավ իմ մայրենի հողի վրա կամ իմ հայրենիքի, որը շատ հբարտ եմ ու ուրախ եմ, բայց ես շարունակում եմ խոսել մաքուր հայերեն ու հորդորում եմ, որ մարդիկ էլ տենց խոսան, անշուշտ եթե ռուսերեն կամ անգլերեն բառեր խոսում ենք, միշտ փորձենք դրա հայերենը գտնել, քանի որ ես էլ եմ նույնը, մեկ-մեկ անգլերենն է գալիս իմ միտքը, բայց փորձում եմ նյուրոբեին հայերենը ասել կամ հիշել, որպեսզի մեր երեխաներն էլ տենց մեծանան ու մաքուր հայերենով խոսան։ Ավելացնում ենք ամենահետաքրքիր բանը հիմա այս ամենը մեր աղցանի վրա։ Արդեն գույները հետաքրքիր են։ Հիմա ինչ ենք անում։ Լիմոնը պետքա քամենք։ Այնքան լավ լիմոն ունենք, սենց փափուկ, չրալի։ Մի հատ կամիջն եմ վերցնում։ Ու քամում եմ։
Ես աղցաներից միշտ փորձում եմ միան լիմոնի հյութ դնեմ, այսինքն եթե կացախ պետք է մի քիչ կացախ կարող ենք ավելացնել կամ նորի դոշապ, բայց իր հիմքը միշտ լիմոնով, այսինքն ոչ մի ուրիշ արհեստական թթույով եւ միշտ ցիտաբտղից հետո։ Եթե ինչ որ գանդուներ կամ ես ունեմ մարդիկ բարեկամներ, որ օգտագործում են ոչ ցիտաբտղից հետ կամ օրինակ արևածաղիկի, փորձեք քոնե աղցանները ոչ արևածաղիկից հետո կամ շատ քիչ օգտագործեք սեթը աղցանի, բայց օգտագործեք ցիտաբտղից հետ։ Քանի որ լեր ու ծոր տարբերություն կա, առողջական առումով, համի առումով։ Ես չէի ուզի բաց թողնեի, օրինակ, նույն աղցանը, եթե ցիտաբտղից հետո անեք կամ ինչ որ ուրիշ ցետով։ Ահա։ Էս պատրաստ է, այստեղ պատրաստում ենք մեր մարանիգի համեմունքները։ Հիմա նորի դոշապ շատ քիչ, ինչ ենք դնում շատ քիչ մեջը, որովհետև ինչքան շատ տնենք, այնքան քույնը կմկանա։ Ու ես սմփուկով պատրաստված ուտելիքները սիրում եմ սմփուկին քույնը լավ մնա չսևանա։ Դրա համար քիչ եմ դնում ու մնացածը երբ որ պետքա զարդարենք բնակի վրա։ Խառնում ենք։ Հիմա արդեն հասել ենք այն բահը, որ պետքա զարդարենք, բայց զարդարելուց առաջ մի քանի բան հիշացնեմ։ Չմոռանաք արդեն, եթե ջրեղենը վերցնում եք, չմոռանաք ամենահամով իմ սիրած մանգոյի եւ կարող եք մի քանի ուրիշ միրգերի հյութերը վերցնել։ Ես սիրում եմ մազայինը, դուք էլ կարող եք մի հատ մազայից վերցնել ու ձեր սեղանը զարդարել։ Դե անշուշտ էս ասեցի, չմոռանամ հիշացնել սուիտնելայի մասին, որ մեր հայկական սեղանը ճոխ լինի, ընկույզներով եւ չիրչամիջով, այնտեղ պետքա սուջուխը եւ քաղցր լավաշը կամ թթու լավաշը ավելանա։ Իսկ էս բաբաղանուժի հետ համովագնում հայկական քինին։ Իսկ ինչ քինի, քարե քինի։ Մենք սիրում ենք քարե քինին, դուք էլ սիրեք։ Մի հատ էլ օջարվենք, որ գնանք համով հոտով մեր աղցանը մատուցենք։ Հիմա ինչ ենք անում։ Դե ես ամեն ինչ ասեցինք, աղցանը հասել ենք այդ մագարտակին, որ արդեն լցնենք, չմոռանանք ասելու, որ եթե հետաքրքիր նվերներ եք փնտրում, կարող եք մեր իրիսի խանութը երթալ։ Մեր իրիսը ասելով, այսինքն ամենալավ վարակույրների կամ տեքստիլի խանութը, գնաք, նայեք, ձեր բարեկամներին անուշիկ ինչ որ ընդրանի զադել, կարող եք նույնիսկ gift card վերցնել ու նվիրել ձեր բարեկամներին, իրենք գնան վարակույր, բարձ, բազմոց, չգիտեմ։ Լիքը բան ունեն, կարող եք դուք էլ գնալ ու տեսնել։ Ես ինչ լավ հոտ է գալիս, ես ամեն ինչ, ես ամենալավ հոտը, այո, գիտեմ, որ սմփուկից է, բայց երևի եւ համեմունքներից է, որովհետեւ լավ համեմունքներ ենք օգտագործում։ Այսինքն մի խոսքով մարանիգի թերնա խաղում ստեղ, համով անանուխի փոշի, համով սև բղբեղ, ընդրյալ հադիկ մարանիկ, համի կախնիկ, դենց են ասում, ես կովես չանեցի, եսի ինչ եմ անում, իմիջայլոց, դուք տեսակ, որ հիմա աբուրի բնագի մեջ եմ թրել, ինչի, որովհետև ես իրան պետքա անուշիկ ձևավորեմ, ու թնում եմ, դենց մի տեղ մեծ, ու լավ ամրացնում եմ, որպեսի հետո այսպիսի ափսետ հնեմ իրա վրա, մեջտեղ չունի ես ափսեն, երեք ձերս, և այսօրո մեր դորթիկը պատրաստ է, բացենք, տա-տա-տա-տան, եթե լավ նվակել գիտեք, կարող եք մի քիչ նվակել։ Հոտերը, համերը, մի հատ տենց այս սոխին դանում ենք ընդեղ, որպեսզի սիմետրիկ լինի մեր քույները։ Նորի դոշապ ենք ավելացնում մի քիչ։
Մի փոքր ազատքյա կամ մաղդանոս եմ ուզում տնեմ մեջտեղը։ Եվ վուալա, այսօրվա մեր հրաշք նախուտեստը պատրաստ է սմբուկով, պետքա վայելեմ։ Oh my god, աստված իմ շատ համով, տտվաշությունը սմբուկին արդեն հետաքրքիր համադվել, իր համերը բարձրացրել է, սոխը և բղբեղները ավելի ամբողջական են դարձրել, այս ամեն ինչը արդեն ունենք, ինչ ունենք։ Ձեզ բարի ախորժակ, անպայման պատրաստեք և ինձ գրեք, եթե հավանել եք այս բաղաթադոմսը։ Ձեզ բարի ախորժակ, վաղը կհանդիպենք։